Դե առաջի տարբերակը հայտնի է, դա եթե Մարտուն Գրիգորյանը միանում է Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ։ Երկրորդ տարբերակը ըստ իս եթե Մարտուն Գրիգորյանը իր ձայները տալիս է քաղաքացիական պայմանագրին, ուրեմն քաղաքացիական պայմանագիր է դառնում, ուրեմն իշխող ուժ Գյումրիում, բայց այս հարցը թերևս բացառված է, ինչպես նաեւ առաջին տարբերակն է ինչ որ չափով բացառված, որովհետեւ Մարտուն Գրիգորյանը երկու տարբերակներ արդեն հայտարարել է, որ չի անելու։ Հիմա հայտարարել մի բան, անել մի բան, դա էլ իր հերթին իհարկե։ Եվս մի քանի տարբերակ կա։ Մյուս տարբերակը տեսականորեն հնարավոր քաղաքացիական պայմանագիր իր ձայները տալիս է Մարտուն Գրիգորյանին, եւ Մարտուն Գրիգորյանն է դառնում քաղաքապետ, այլ ոչ թե Վարդան Ղուկասյանը, դա էլ է տարբերակ։ Մյուս տարբերակը այն է, որ ոչ թե տեղի ունենում այսպես ֆրակցիա քվեարկություն, այլ ինչպես մենք դա նախկինում այլ վայրերում ենք տեսել, ֆրակցիաները կամ ֆրակցիաներից մեկը տրոհվում է եւ տեղի ունենում անհատական քվեարկություն եւ նորից կամ իշխող ուրեմն քաղաքում իշխանություն ձևավորվում է քաղաքացիական պայմանագիրը կամ իշխանություն ձևավորվում է Վարդան Ղուկասյանի շուրջ ձևավորված այդ կոալիցիան։ Եվ վերջապես ամենավերջին տարբերակը ուժերից որևէ մեկը չի հաջողացնում կոալիցիա ձևավորել, բավականաչափ ձայներ հավաքել եւ նշանակվում են նոր ընտրություններ, որովհետեւ եթե մանդատները ստանալուց հետո համապատասխանաբար տիմօրենքի կետով ժամանակահատված կա սահմանված, որը եթե անցնում է եւ քաղաքապետ չի ընտրվում, նշանակվում են նոր թիմ ընտրություններ։